Ընկերներ ողջույն, միասին սկսում ենք C++-ի խնդիրների լուծման վիդեոշարք, դիտարկելու ենք տարբեր տեսակի խնդիրներ, տարբեր բարդության խնդիրներ, այսօրվա խնդիրը, որով որ սկսում ենք մեր այս շարքը, լինելու է հետևյալը։ Ծրագրի աշխատանքի ընթացքում ներմուծվելու է քառանիշ թիվ եւ պետք է այդ քառանիշ թվի թվանշանները շրջեն, այսինքն, եթե ես ներմուծել եմ, ենթադրենք 1 2 3 4 այս քառանիշ թիվը, ապա այս քառանիշ թվի համար ես պետք է ստանամ նոր քառանիշ թիվ, որը կլինի հետևյալը՝ իրեն շրջված տարբերակը 4 3 2 1, այսինքն 4321։ Դե եկեք անցնենք խնդրի լուծմանը։ Խնդրի առաջին փուլում եկեք հայտարենք մեր այն փոփոխականը, որի հետ որ գործ ենք ունենալու։ Ես այն number տիպի եմ int տիպի եմ հայտարում, անուն դնում ենք number եւ ներմուծում ենք ծրագրի աշխատանքի ընթացքում stdin-ի միջոցով։ stdin մեծա number եւ կետ ստորակետ։ Այսպիսով ես իմ փոփոխականը հայտարարեցի եւ իրեն արժեքը ծրագրի աշխատանքի ընթացքում որոշեցի։ Սա կամայական քառանիշ թիվ պետք է լինի։ Այստեղ հաջորդ կետով պետք է իրականում կատարել ստուգում, որ ներմուծված թիվը արդյոք քառանիշ է, թե քառանիշ չէ, որ ավելի ճշգրտված տարբերակով ստանա մեր ծրագիրը, աշխատի մեր ծրագիրը, սակայն այդ կետը այս փուլում բաց կթողնենք, մենք ենթադրում ենք, որ ծրագրի աշխատանքի ընթացքում ներմուծվելու է քառանիշ թիվ։ Մեր ծրագիրն աշխատում է քառանիշ թվի համար ճիշտ։ Ուրեմն ինչ է իրենց ենթադրում ալգորիթմը, ասում է եկեք այդ մեր քառանիշ թիվը, որ ունեք, այս number-ը մասնատեք իր միավորը, տասնավորը, հարյուրավորը, հազարավորը առանձին որպես մի նիշ ստացեք։ Այսինքն մի հատ առանձին ստանամ 4-ը, մի հատ առանձին ստանամ 3-ը, մի հատ առանձին ստանամ 2-ը, մի հատ առանձին ստանամ 1-ը։ Իսկ ինչպես դա կարող եմ անել։ Դա ես իրականացնելու եմ օգտվելով տոկոս 10, որը թվին վրա կիրառելով ստանում եմ վերջի սիմվոլը, վերջին միավորը, եւ ամբողջ մասով բաժանած 10, որը իրենց ենթադրում է, որ թվի վերջին նիշը ջնջում է։ Այսինքն, եթե օրինակ այս թվի նկատմամբ կիրառեմ տոկոս 10-ը, ես միանգամից կստանամ 4-ը, վերջի սիմվոլը։ Եթե ես այս թվի նկատմամբ կիրառեմ մի հատ ամբողջ մասով բաժանած 10, ես կստանամ 1234-ի փոխարեն 123 եւ 123-ի նկատմամբ կիրառեմ նորից տոկոս 10, կստանամ 3-ը։ Եթե ես այս թվի նկատմամբ ամբողջ մասով բաժանում կատարեմ 100-ով, ես կստանամ 12, 12-ը տոկոս 10 անեմ, կստանամ 2-ը։ Եվ եթե ես այս ամբողջ թիվը ամբողջ մասով բաժանեմ 1000-ի, կստանամ 1-ը։ Արդյունքում ես 1-ը, 2-ը, 3-ը եւ 4-ը առանձին ստացա։ Դե հիմա եկեք այդ ասվածը կոդի տեսքով գրի առնենք։ Ուրեմն int an հավասար այ մեջ կգրենք վերջին սիմվոլը, այսինքն number տոկոս 10, int ben հավասար է number ամբողջ մասով բաժանած 10-ի հետո տոկոս 10, այսինքն այս 1234-ից ես կստանամ 123 եւ 123 տոկոս 10 կանա։ Հիմա պետք է ստանամ 12, 12 տոկոս 10 անեմ, այսինքն int c-ն հավասար է number ամբողջ մասով բաժանած 100 տոկոս 10։ Number ամբողջ մասով բաժանած 100 կլինի 12 տոկոս 10-ը կտա 2։ Եվ մի հատ էլ int d-ն հավասար է ուղարկի number ամբողջ մասով բաժանած 1000-ի տոկոս 10-ի կարիք չկա, սա ավելորդ գործողություն է, որովհետև number ամբողջ մասով բաժանած 10 բաժանած 1000 տալիս է հենց 1-ը։ Արդյունքում A, B, C, D փոփոխականներ ունեմ, որոնց ամեն մեկի մեջ գրված է մեր քառանիշ թվի ամեն մի սիմվոլը։ Ես օրինակը բացատրեցի հենց հստակ 1234-ի վրա, սակայն 1234-ից բացի ես այն կարող եմ բացատրել, այն ճիշտ է աշխատում կամայական թվի համար, այսինքն number-ի կամայական քառանիշ թվի համար ճիշտ է աշխատելու։ Հիմա պետք է այս թիվը մեր ստացած A, B, C, D սիմվոլները հակառակ կարգով հավաքել, այսինքն ես առաջին քայլով առաջարկում եմ վարվել հետևյալ կերպ։ Ստանալ 43-ը։ Եթե A-ի մեջ տվյալ դեպքի օրինակի համար գրված է 4, իսկ B-ի մեջ տվյալ դեպքի համար գրված է 3, ապա ինչպես ստանամ 43-ը։ Ունեմ 4, ունեմ 3, ինչպես ստանամ 43-ը։ 43-ը կարելի է ստանալ հետևյալ կերպ։ Եթե ես 4 անգամ 10 անեմ, գումարեմ 3, կստանամ 43, այսինքն 4-ի վերջից ավելացնում եմ մի հատ 0, ստանում եմ 40, իսկ 4-ի վերջում 0 ավելացնելու համար 4-ը պետք է բազմապատկեմ 10-ով։ Եվ այդ 40-ին գումարում եմ մի հատ էլ 3։ Արդյունքում ստանում եմ 43։ Եկեք այդ քայլը գրի առնենք, ուրեմն an անգամ 10 գումարած b։ Այսպես ես ստացա 43։ Հիմա այս 43-ը պետք է ինչ-որտեղ պահպանել։ Կարանք առանձին մի հատ փոփոխական հայտարենք int result, որը մեր պատասխանալն է, որը հավասար է a անգամ 10 գումարած b, 43-ը ստացանք։ Հիմա մենք պետք է ստանանք
42-ը։ Ինչպես ստանանք 432-ը, եթե ես ունեմ 43 եւ այստեղ ունեմ սին դա 2-ը, ունեմ 2-ը։ 43-ից եւ 2-ից 432 ստանալու համար պետք է այստեղ ավելացնեմ 0, իսկ այստեղ 0 ավելացնելու համար այն պետք է բազմապատկեմ 10-ով եւ հետո գումարեմ 2-ը։ Այսպես, արդյունքում կստանամ 432։ Այսինքն կարող եմ գրեմ հետեւյալ կերպ, որ result անգամ 10 գումարած c։ Սա հենց իմ 432-ն է։ Այս անգամ 10 չկա։ Որովհետև result-ի մեջ գրված է 43-ը, իսկ c-ի մեջ գրված է 2-ը։ 43 անգամ 2-ը 430 գումարած 2 432։ Այս արդյունքը ես կրկին կարող եմ պահել result-ի մեջ, գրեմ result-ը հավասար է սրան։ Ինչ է սա իրենից այստեղ result։ Ինչ է սա ինձ ենթադրում։ Տեսեք, ինքը հավասարման աճ մասը հաշվում է, արդյունքը ստանում, նոր վերագրում է հավասարման ցախ մասին։ Շատ լավ, հիմա ունեմ 432 եւ ունեմ 1։ Պետք է ստանամ 4321։ Նորից սրա վերջում մի հատ պետք է 0 ավելացնենք, իսկ այդ 0-ն ավելացնում ենք անգամ 10-ի միջոցով եւ գումարում ենք մեր 1-ը, իսկ 1-ը պահված է d-ի մեջ։ Այսպես։ Այսինքն կարամ գրեմ նորից result-ը հավասար է result անգամ 10 գումարած d։ Եվ հիմա եկեք արտացենք, std cout անենք մեր result-ը եւ անցնենք հաջորդ տողը, այսպես։ Հիմա աշխատացնեմ սա։ Եվ ահա, ծրագրի աշխատանքի ընթացքում կամական թիվ կարող ենք ներմուծել։ Հիմա եկեք, քանի որ օրինակը 1234-ի վրա է բացատրված, դա դիտարկենք սկզբից, տեսեք շրջված տարբերակը ստացանք։ Եվ մի հատ էլ աշխատացնենք ու ծրագրի աշխատանքի ընթացքում հիմա ներմուծենք կամայական քառանիշ թիվ։ 5 9 1 3 այս թիվը ու տեսեք շրջվելու է, ստանալու ենք 3195։ Այն ինչ որ ուզում ենք ստանալ։ Վերջ ընկերներ, այս խնդրի համար այսքանը, այստեղ սա իրականում կարելի է ավելի հետաքրքիր, ավելի խորացված եւ ավելի ճշգրտված ձևով ներկայացնել, ստուգում կատարել թիվը քառանիշ է, քառանիշ չի եւ այլն, բայց կարևորը ալգորիթմը հասկանալն է այստեղ, խնդրի նպատակը միայն ալգորիթմի բացատրությունն է։ Հաջորդիվ դիտարկելու ենք ել ավելի հետաքրքիր խնդիրներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, տարածել մեր վիդեո կուրսերը, որպեսզի կարողանանք ել ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։